Վանաձորի 3-րդ բանակային մոտոհրաձգային գնդում առօրյան սկսվում է հենց այսպես։ Սա օգնում է ոչ միայն զինվորի հայրենասիրական ոգին բարձր պահել, այլև շուտ արթնանալ եւ ողջ օրվա ընթացքում աշխույժ տրամադրություն ունենալ։ Նվագախմբի դերը մեծ է հատկապես տոնական շքերթների եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ, հատուկ շուք հաղորդելով միջոցառումներին։ Արթուր Մովրովյանը բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ եւ մնացել ծառայության մեջ։ 12 տարի եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբում։ 1 տարի էլ արդեն այս նվագախմբի դիրիժորն է։ Նվագախումբը համալրվում է ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով։ Աշխատում են ընդգրկել հիմնականում բարձրագույն կրթությամբ երաժիշտներ, ովքեր էլ կազմում են խմբի հիմնական կորիզը։ Դժվարություններ միշտ կան։ Նորակոչիկ զինվորին հարկավոր է թերծել, ինչքան էլ ինքը երաժիշտ լինի, ինչքան էլ նվագել իմանա, զինվորական երաժշտությունը մի փոքր տարբերվում է։ Սովորեցնում ենք, շատ ջանք ենք թափում, սովորում են, ցավ ենք ապրում, որ զորացրվում են, գնում են, բայց կյանքը շարունակվում է, սերունդը գալիս է նորից, դա մեր աշխատանքի բնույթն է, հաճելի է յուրաքանչյուր գործի, եթե սիրով տրվես, ամեն ինչ կստացվի։ Գուն! Զգար! Դեպի շարային հրապարակ! Կալյով երկով! Մուրշ! Նվագացանկը բազմազան է, հանդես են գալիս հիմնականում զորամասի ու համաքաղաքային միջոցառումներին, մշտապես արժանանում ջերմընդունելության։ Դիրիժորի խոսքով նվագախմբի ծառայությունը ամենադժվար ծառայություններից մեկն է, քանի որ զինվորը լավ նվագելն ու երգելը պետք է զուգակցի շարային քայլքին։ Իսկ դա բարդ է եւ զինվորական երաժշտից տքնաջան աշխատանք է պահանջում։ Նվագախմբի կազմն այսօր բաղկացած է բարձրակարգ երաժիշտներից, ովքեր անցնում են նախնական պարտադիր ունկնդրում։ Բաղկացած է 5 ժամկետային զինծառայողներից 4 պայմանագրային եւ զինվորական դիրիժորը։ Ընդհանուր 10 մեծամասամբ, եթե չունեն այլ կրթություն, այլ նպատակներ աշխատելու, մեծամասամբ երաժիշտները կամ աշխատում են զինվորական նվագախմբերում կամ քաղաքային, եթե քաղաքայինում չկա, բայց ցանկացողները շատ են։ Ցավոք սրտի տեղերն են սահմանափակ, բոլորին չէ որ կարելի է, ստիպված ենք քննություն վերցնել, լավագույններին ընդունել ու աշխատել նրանց հետ։ Ընտրելիս հաշվի են առնում ոչ միայն երաժշտական ունակություններն, այլև ֆիզիկական պատրաստվածությունը, արտաքինը։ Լինում են դեպքեր, երբ հարկ է լինում ժամերով անշարժ կանգնած նվագել, որը նվագախմբի յուրաքանչյուր անդամի մարտական առաջադրանքն է։ Դիրիժոր Արթուր Մովրովյանի խոսքով ամեն աշխատանքային օրն սկսվում է այն գիտակցությամբ, որ այն ինչին չի կարելի հասնել զենքի ուժով, կարելի է հասնել մշակույթով, հատկապես երաժշտության միջոցով, քանի որ երաժշտությունը փոխում է մարդուն, տանում դեպի ավելի լավ քայլերի։